հաջողություն չունեին, որ բան անեն համակարգին միանային օպերատորները։ Այդ հնարավորություն։ YouTube-ին նկատում եմ։ Հա, ձայնը մի անգամ տեղեկացնել, որ ձեր մեր գործընկերներից ուղղակի խնդրել են 2 րոպե սպասել են։ Իհարկե ամենայն հարգանքով ճիշտ ժամանակին եկողների նկատմամբ, բայց որպես նախկին լրագրող այդ այսպես ասենք, որ մեկը կուշանալու կասի, սպասեք գալիս եմ, այդ մեր նորմալ է։ Այստեղից 5 լրագրող, 3 հոգու, որ հիշում եմ։ Այնուամենայնիվ ուղիղ եթերը միացած է, պարոն Հովակիմյան։ Շատ ազատ չխոսեք։ Գուցե սկսենք։ Լավ, սկսենք։ 5-րդ տարիքի մեր գործընկերները ընթացքից մեզ կմիանան։ Կրկին ողջույն հարգելի գործընկերներ, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում հյուրընկալվելու համար։ Ուզում եմ տեղեկացնել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նախ կամփոփի թիվ 14 եւ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների այս տարվա ընթացքում իրականացված ընտրությունները, կխոսի մեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ատեստավորման գործընթացի մասին, որը այս տարի առաջին անգամ է իրականացվել ընտրական օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված, եւ նոր կխոսի հաջորդ տարի սպասվող թե թիմ, թե համապետական ընտրությունների մասին։ Համեցեք, պարոն Հովակիմյան։ Նախ թեկին ողջունում եմ բոլորիդ, շատ հաճելի է։ Այսպես անեմ, հա։ Շատ հաճելի է ձեզ տեսնել։ Առաջիկա տարում մենք բուրըն շատ հաճախակի կհանդիպենք, այնպես չի, որ անցած 2 տարիների պես։ Նախ ուզում եմ արձանագրեմ, որ 24 թվականին, երբ որ պատրաստվում էինք 25 թվականին, մեզ մոտ այն միտումներ, որ մենք ընտրություններ չունեինք 25 թվականին, այսինքն չէր նախատեսվում, որովհետև հերթական ընտրություններ որպես այդպիսին 25 թվականին նախատեսված չէր, բայց իրադարձությունները այնպես ստացվեց, որ 25 թվականին մենք ունեցանք 3 համայնքներում ունեցանք ընտրություններ եւ կարող եմ արձանագրել, որ ակտիվ, այսպես ասենք, մրցակցային ընտրություններ տեղի ունեցան եւ եթե ամփոփելու լինենք, ըստ էության Գյումրի Փարաքար ընտրությունները, որոնք որ այդ համայնքների համամասնական տրակարգով ավական ընտրությունները, որոնք որ տեղի ունեցան մարտի 30-ին եւ արդեն նոյեմբերի 16-ին, այսինքն ընդամենը 1 ամիս առաջ տեղի ունեցան Վաղաշապատ համայնքի ավական ընտրությունները, ըստ էության մեզ համար ամենակարևորը, հարգելի լրագրողներ, որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ամենակարևոր փաստը այն էր, որ ընտրությունների արդյունքները ոչ համապատասխան, այսինքն 31 եւ 14 ընտրատարածքային հանձնաժողովներ չբողոքարկվեցին եւ դատական կարգով արդյունքները չբողոքարկվեցին։ Բնականաբար ընտրությունների ընթացքում լինում են թերություններ, խնդիրներ։ Ես դες կարող եմ հավաստիացնել, որ նույն Գյումրի, Փարաքարի, Վաղաշապատի համայնքների տեղացած ընտրությունների թերությունների, խնդիրների, ասենք, չի եղել մեկ ահազանգ կամ որևէ այսպես խնդրի դիտարկում, որ անարձագանք մնա։ Եվ այսպես ասենք, մեր առաջնային մոտեցումը եղել այն օպերատիվ խնդիրը վերացնել, թերությունը վերացնել։ Սա
կարծում եմ դուք եք նկատել։ Օրինակ ասենք Գյումրիում պաստառների հետ կապված ընտրությունների մեկնարկին պարզես պաստառների հետ կապված խնդիր կար։ Բնականաբար շատ արագ լուծվել են այդ խնդիրները։ Կամ ասենք վաղարշապատում ինչ որ խնդիրներ էին ի հայտ գալիս։ Արագ բոլոր չի եղել խնդիր, որը չլուծվի, իսկ եթե անգամ անհրաժեշտություն կար իրավական հետևանք, այսինքն այսպես են խնդիրը կամ արարքը ենթադրում էր նաև իրավական հետևանք, ապա այդ կոնկրետ ընտրական համակարգի ԿԸ-ի կողմից կամ կլինի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից այդ գործընթացը շատ արագ իրականացվում։ Բնականաբար, երբ որ երևույթն է օրինակ քրեաիրավական հարթությունում են, մենք ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է, իրենք ոչ նախաքննության մարմին են, ոչ դատախազություն են, ոչ էլ դատարան, բայց մենք անմիջապես արձագանքել ենք եւ այսպես եմ արձագանքի արդյունքը ձեզ բոլորի ընդհանրության տեսանելի եղել։ Ես չեմ ուզում որևէ հիշատակել այն վարույթները, որոնք նախաձեռնել են, որովհետև ամեն դեպքում անմեղության կանխավարկածի հետ գործում ենք, բայց որտեղ մենք խնդիր ենք տեսել, անմիջապես, եթե անհրաժեշտ է եղել կենտրոնական ընտրական հանձնաժողովից դատախազություն գրություն ուղարկվել, իսկ եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տիրույթում է եղել, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է իրավապահներին դիմել։ Եվ որևէ դեպք չի մնացել անհետևանք։ Ես ուղղակի արձանագրային կարգով ասեմ, որ օրինակ Գյումրի ընտրությունների հետ կապված թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ստացել է 7 դիմում։ Այսինքն ամբողջ ընտրությունների ընթացքում ու դա եղել է մինչև քվեարկությունը, սա էլ արձանագրենք, այսինքն դա մինչև քվեարկությունը ստացված դիմումներն են։ Բնականաբար ինչպես նշեցի, բոլոր օպերատիվ հարցերը արագ օպերատիվ լուծում են ստացել եւ բոլոր այն դեպքերում, երբ որ դիմումը նաև այսպես են օպերատիվ լուծում խնդիրը լուծելուց զատ նաև ենթադրել է գրավոր նաև քննություն, դիմումները քննվել են, տրվել են պատասխաններ եւ իրավական ընթացակարգը, որպեսզի ընտրությունների ամբողջականությունը եւ արդյունքների արժանահավատությունը որևէ կերպ կասկածի տակ չդրվի, դա ապահովել է։ Հարաքարի ընտրությունների հետ կապված դիմում բողոք թարապես չենք ստացել, դա ուղղակի արձանագրում։ Վաղարշապատի ընտրությունների ընթացքում ստացել ենք 3 դիմում։ Այսինքն սա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ստացած դիմումներն են։ Երկուսին բնականաբար գրավոր պատասխան է տվել, մեկով վարչական վարույթ է հարուցվել եւ վարչական կարգով է քննվել։ Պիտի նաեւ արձանագրեմ, որ վաղարշապատի ընտրությունների հետ կապված կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւս ստացել է դիմումներ։ Եվ դիմումների դիմումատուները դիտորդական կազմակերպություններից են եղել, մեկ այլ դիտորդական կազմակերպության գործունեության հետ կապված։ Հաշվի առնելով, որ ժամանակահատվածը այդ ժամանակ, երբ որ դիմումը վարչական վարույթով մենք պիտի քննարկեինք, ըստ էության ինքը շատ մոտ էր արդեն քվեարկության օրվան եւ գիտակցելով, որ եթե մենք հնարավորություն ունեինք կամ ուրբաթ օրը, այսինքն նոյեմբերի 14-ին դիմումը քննելու կամ 15-ին
լռության օրը։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 14-ին քննելու դեպքում եւ եթե, այսպես ասենք, որովհետեւ մենք չենք բացառում, որ այդ դիմումի քննարկման ընթացքում կարող են նաեւ քաղաքական հայտարարություններ հնչել, որովհետեւ այսպես ասենք, դիմումի էությունը այն էր, որ մեկ դիտորդական կազմակերպությունը, մեկ այլ դիտորդական կազմակերպության մեղադրում էր քաղաքական չեզոքությունը խախտելու մեջ։ Եթե ուղղակի ես ձեզ համար տեղեկացնեմ, որ դիտորդական կազմակերպությունները իրավունք չունեն քաղաքական դիրքորոշում դրսևորելու։ Սա ուղղակի ընտրական օրենսգրքի 30 հոդվածն է։ Ավելի 23 հոդվածը դիտորդական կազմակերպություններին, դիտորդներին արգելում է զբաղվել նախընտրական քարոզչությամբ։ Եվ նոյեմբերի 15-ին մոտ 10 ժամանոց նիստ է տեղի ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Դա բնականաբար ի սկզբանե լրատվամիջոցներ եկել էին նիստի, բայց մենք բոլորի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ մենք լռության օրն է այդ նիստը տեղի ունենում, այսինքն լուսաբանելիս պիտի լրատվամիջոցները պահպանեին լռության օրվա հետ կապված կանոնները եւ խնդրել էինք, որպեսզի ուղիղ հեռարձակում, եթե հնարավորության դեպքում տեղի չունենար, որովհետեւ այդ դեպքում ուղղակի ակամա լրատվամիջոցը ինքը ակամա, ասենք եթե որևէ նիստի ներկաներից որևէ մեկը քաղաքական հայտարարություններ աներ, ինքը ակամա լրատվամիջոցը եթե հեռարձակելու դեպքում ակամա այսպես խախտելու էր լռության օրը իր կամքից անկախ։ Մեր նիստը միշտ հեռարձակվում են։ Այդ օրվա նիստը ձայնագրվել է եւ ձայնագրությունը հրապարակվել է երկուշաբթի օրը։ Սա ուղղակի ու ես ուղղակի չգիտեմ, ունակ հետագայում դուք այդ որևէ մեկ այդ նիստի տեսագրությունը որևէ մեկին հետաքրքրել է թե ոչ։ Բայց մեր համար կարևոր էր, որպեսզի դիտորդական կազմակերպությունների հետ մենք այդ բաց զրույցը այն է, որ քաղաքական գործունեությամբ դիտորդական առաքելությունները չպետք է զբաղվեն։ Եթե որևէ հասարակական կազմակերպություն մտադիր է քաղաքական գործունեությամբ զբաղվել, դա իր իրավունքն է, բայց չպիտի գրանցվի որպես դիտորդական առաքելություն։ Այսինքն այս տարանջատումը, որ դիտորդական առաքելությունները չպիտի զբաղվեն քաղաքական գործունեությամբ, քարոզչություն չպիտի ծավալեն, վերջի, այսպես ասենք, մեր նիստի ավարտին դա ունեցանք այդ, ասենք, պայմանավորվածությունը։ Ավելին, ես տվյալ դեպքում այն խնդիրները, որոնք բարձրաձայնվեցին, խնդրի հասցեատեր դիտորդական առաքելություն ընդունեց, որ այդ խնդիրները, այդ մտահոգությունները, այսպես ասենք, անհիմն չեն եւ իրենք պարտավորվեցին, որ հաջորդ օրը քվեարկությանը, իսկ քանի որ նիստը ավարտվել է լույս 16-ի գիշեր ժամը 3:00, եթե չեմ սխալվում, կամ 4, իրենք ուղղակի ասացին, որ այստեղից մի գնալու ենք միանգամից վաղը շաբաթ եւ այնինչ խնդիրները բարձրացվել է, մենք բացառենք, որ նման, այսպես այդ խնդիրները, այդ նման, այսպես թերություն կամ խախտում տեղի ունենա։ Եվ արդեն քվեարկության ընթացքում ես պիտի ուղղակի արձանագրեմ, որ այդ
ձեռք բերված պայմանավորվածությունը դիտորդական առաքելությունների հետ պահպանվել է։ Այսինքն դիտորդական առաքելության դիտորդները տեղամասերում հնարավորինս զերծ են մնացել քաղաքական նույնիսկ թաքնված քարոզչություն իրականացնելու։ Այստեղ այսինքն այն ինչ որ մեր համար կարևոր էր, որպեսզի այդ տեսեք դիտորդական առաքելությունները հանրային վերահսկողության ամենակարևոր սուբյեկտն են իրենք, հանրային վերահսկողություն իրականացնողը իրենք են ընտրություններում։ Եվ այդ ինստիտուտի կայացվածությունը մեզ բոլորիս համար շատ կարևոր է, շատ կարևոր է, որպեսզի առաքելությունները գործեն չեզոքության դիրքերից եւ այսպես օբյեկտիվության տեսանկյունից իրենց դիտարկումները կասկածի տակ չդրվեն։ Մեզ համար որպես ԿՀԻ շատ ես միշտ դիտորդների հետ կազմակերպությունից շվեդ ես ասում եմ ինձ համար ամենացանկալի տարբերակն է, որպեսզի մենք կարողանանք մեր տեղական դիտորդների դիտարկումները ոչ թե այսպես ընդունենք որպես օբյեկտիվ իրողություն, այսինքն այդ վստահությունը այնպիսին լինի, որպեսզի մենք այլ այսպես երբ որ ահազանգը ստանում ենք մեզ մոտ կասկած չլինի, արդյոք նման բան տեղի է ունեցել իսկապես թե ոչ։ Բնականաբար մենք ստուգում ենք, բայց մեզ համար ամենացանկալին, որպեսզի այդ լրելային գործընկերությունը կայանա ու կարող եմ ասել, որ այս պահին մենք դրական ընթացքով ենք այս ուղղությամբ շարժվում, այսինքն մեկ-մեկու նկատմամբ հարգանքով եւ գործընկերային, այդպես ասեմ, գործընկերային, այսինքն խնդիրները գործընկերային քննարկում, այդ թվում նաեւ երկուստեք գույքագրում ենք օրենսդրության հետ կապված բացերը կամ այսպես ասենք թերությունները, որպեսզի հետագայում երբ որ ընտրական օրենսգրքի այսպես ասենք եւս մի շրջապուլ լինի ունակ վերանված թերություններին անդրադառնալու, այդ շրջանում անդրադառնանք։ Ինչպես դա եղավ 22-24 թվականներին, այդ այսինքն ազգային ժողովի ընտրություն 21 թվականի ազգային ժողովի ընտրություններից հետո։ Ենթադրվում է, որ 26 թվականի ազգային ժողովի ընտրություններից հետո էլ արդեն եւս գույքագրված խնդիրներից հետո ապագա խորհրդարանը, այսպես ասենք, այդ խնդիրներին կանդրադառնում։ Ինչ վերաբերում է ատեստավորման, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ատեստավորման գործընթացին, 24 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված փոփոխություններով, հարգելի լրագրողներ, ներմուծվեց պարտադիր տարեկան ատեստավորման, տարածքային ընտրական հանձնաժողովների տարեկան ատեստավորման համակարգ։ Այս անհրաժեշտությունը ինչով էր պայմանավորված, որովհետև նախկին մինչ 24 թվականը գործող կարգավորումներով ըստ էության ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նշանակվում էին, օրինակ ներկայիս գործող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նշանակվել են, ձևավորվել են 22 թվականի դեկտեմբերին։ Եվ կարող էր այնպես ստացվել, որ ասենք, չգիտեմ, 3 տարի, 4 տարի այդ հանձնաժողովը, այդպես կարող է ստացվել, որ ընտրություններ չկազմակերպի։ Այսինքն չկա հերթական ընտրություն, այսինքն մենք դադարի շրջան ենք ասում, դադարի շրջան է այդ հանձնաժողով եւ գիտելիքների ստուգման, որքան էլ գիտելիքների ստուգման, այսպես պարտադիր պայման ընտրական օրենսգիրքը չէր պարունակում։ Իսկ հաշվի առնելով, որ երբ որ պարտադիր պայման չկա եւ նման, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանց այսպես նման լիազորության ոչտման փորձեր նման բան անել, կարող է նաեւ նույն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից բողոքարկվել այդ գործընթացը, ասենք, են կարող են ասել, որ
հրաժարվեին այդ գործընթացին մասնակցել, որտեղ որևէ պարտավորություն, որ պիտի մասնակցեին, չկար։ Եվ ընտրական օրենսգիրքում այդ լրացումը արվեց։ Արդյունքում 38 հանձնաժողովների անդամները հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 10-ը եւ նաեւ երկրորդ փուլի որոշ ասենք 12-ին մենք ավարտել ենք ամբողջ ատեստավորման գործընթացը, կարող եմ ասել, որ մեկ շաբաթ ընդհատել ենք վարշապետի ընտրություններից առաջ, այսինքն գործընթացը կանգնացրել ենք եւ վերսկսել ենք, այսինքն երկու շաբաթ առաջ, մեկ շաբաթ առաջ եւ մեկ շաբաթ հետո, այսինքն այս որպեսզի վարշապետի ընտրությունների, այսինքն նախ քանի որ հանձնաժողով ատեստավորման հանձնաժողով կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն են։ Սա ինքը ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս հանձնաժողով ձևավորել, բայց մեր կարգը, որը որ կարգով այդ գործընթացը կարգով սահմանեցինք, մենք սահմանեցինք, որ հանձնաժողովը ինքնին հենց կենտրոնական ընտրական հանձնաժողով, այսինքն այն մարմինը, որը որ ձևավորում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։ Սա ինչի համար նաև մենք արեցինք, որպեսզի նույն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների այսպես ասենք մոտ տպավորություն, օրինակ աշխատակազմի աշխատակազմից, օրինակ, որը մեկը քններ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին։ Կարող է ուղղակի այստեղ, այսպես ասենք, լիազորության, այսպես ասենք, իրավաչափության խնդիր բարձրացվի։ Դա համար, որպեսզի որևէ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մոտ որևէ, այսպես ասենք, նշույլ անգամ չլիներ, որ գործընթացը, օրինակ, ինչ-որ սուբյեկտիվ տար կարող է, այսպես ասենք, պարունակել, մենք ուղղակի կարգով սահմանեցինք, որ հանձնաժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովն է եւ իրավազոր է, այսինքն հանձնաժողովը, այսպես ասենք, գործընթացը իրականացնելու առնվազն 5 անդամով։ Այսինքն բացակա անդամների թիվը կի չի կարող 2-ից ավել լինել։ Այսինքն 7-ից 5-ը պիտի պարտադիր ատեստավորման գործընթացին ներկա լինել որպես հանձնաժողով։ Մի փոքր արդյունքներից։ Տեսեք, առաջի փուլին մասնակցել են 169 անդամ։ Առաջի փուլին պիտի ասեմ, որ մասնակցել են մարզերի 28, այսինքն 28 հանձնաժողովների ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները բացառությամբ վաղարշապատի ընտրությունները կազմակերպող թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Երևանի ընտրատարածքային հանձնաժողովները թվով 10-ը եւ վարշապատի թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ատեստավորումը տեղի ունեցել երկրորդ փուլի շրջանակներում։ Ունեցել ենք 14 բացակա, որից 8-ը անհարգելի։ Եվ հանձնաժողովի ի սկզբանե որոշում է կայացել, որ բոլոր անհարգելի բացականները, այսպես ասենք, այլևս գնահատվել են որպես իրենց պաշտոնին չհամապատասխանող։ 6-ը եղել են հարգելի, իսկ հարգելի եւ անհարգելի բացական դա ընդամենը կենտրոնական ընտրական հանձնաժողովին կամ այդ թվում աշխատակազմի միջոցով տեղեկացնել, որ ատեստավորման գործընթացի այդ օրը ինքը չի կարող մասնակցել։ Այսինքն այստեղ շատ պարզ է, նույնիսկ եղել է դեպք, երբ որ հանձնաժողովի անդամը այստեղ գալուց, այսինքն ատեստավորման գալուց առաջ ընտանիքի
անդամի հետ, ասենք, դժբախտ դեպքեր տեղի ունեցել։ Ուղղակի ինքը, ասենք, թամենը զանգով տեղյակ է պահել, որ նման խնդիր է եղել, եւ մենք դա համարել ենք հարգելի, այսինքն զուտ, որ մարդը ընտրատասկային տրական հանձնաժողովի անդամը իր վերադաս հանձնաժողովին տեղյակ է պահել, որ ինչ որ խնդրով պայմանավորված ինքը այդ օր չկա, խնդրել է այլ օր իր ատեստացիան տեղափոխել։ Բոլոր այդ 6 դեպքերում բնականաբար մեր պատասխանը եղել է դրական, բայց այդ 8 դեպքերում, երբ որ հանձնաժողովի անդամները որևէ կերպ տեղակ չեն պահել եւ մենք ուղղակի նիստի ժամանակ ենք արձանագրել, որ ունենք բացակա, այդ թվում իրենց հանձնաժողովի տվյալ հանձնաժողովի անդամներն էլ, ասենք, նախագահն օրինակ տեղակ չի եղել, այսինքն իրենք էլ տեղակ չեն եղել, որ իրենց գործընկերը բացակայում։ Բոլոր այդ դեպքերը տրվել է բացասական գնահատական եւ այդ բոլոր դեպքերում իհարկե մեծ մասը իրենք հետո նաեւ հրաժարականի դիմում են ներկայացրել, եթե չեմ սխալվում, 1 կամ 2 դեպքում ուղղակի պաշտոնի դադարեցում է հետագայում օրենքով սահմանված պաշտոնի դադարեցում է տեղի ունեցել, բայց մեծամասնությունը հետագայում իրենք նաեւ հրաժարականի դիմումներ են ներկայացրել, որտեղ պարզվել որ իրենց չգալու պատճառը նաեւ պայմանավորված է, որ իրենք աշխատանքի բնույթով կամ ինչ-որ այլ հանգամանքներով պայմանավորված այլևս չեն ցանկացել շարունակել մնալ ընտրատարածքային տրական հանձնաժողովի անդամ։ Եվ լավ, մնացած տվյալները ուղղակի ես սեդային խնդրեմ, որ ամփոփ տեղեկանքի ձևով նաև ես ինչի՞ց է։ Ես հետ գնամ, թե ինչ անեմ։ Մի եկեք եկող տարվա կայանալիք ընտրությունների մասին խոսենք։ Էկրանի ձայնն է, դա կասկածում եմ, որ առաջիկայում կարողանանք այս էկրանը նորով փոխարինել, բայց քանի որ 27-28 թվականներին, այսինքն արդեն բյուջեով գումարը հատկացված է, որ 27 թվականից պիտի մեկնարկի ԿԸ վարչական շենքի կապիտալ վերանորոգումը, այդ ժամանակ հույսով եմ, որ ավելի, այսպես ասենք, ժամանակակից եւ ավելի լավ